Տեսակ հարգելի լրատվիչներ, նամակը ձեռքից նորից հետ վերադարձա։ Ինչու՞ ինչ պատասխանեցիք։ Ես անցյալ տարի նորից հումանիտար հարցով եղել եմ դեսպանատուն, դեսպանատան մի աղջիկ դուրս է եկել եւ իմ ձեռքից նամակը վերցրել է։ Հիմա ոստիկանը ասում է կորոնայից հետո այստեղ արձերը նամակ չենք հիշում, որ հանձնել են։ Ես հիշեցրեցի, որ մենք ամիսներ առաջ դեսպանատանը նամակ հանձնել ենք արձերը։ Անվտանգության ներկայացուցիչը դեսպանատան Արա, եթե չեմ սխալվում, Ղազարյան, ինձ ասում է, որ ընթացակարգ է փոխվել, նամակը չեք կարող այսպես արձերն հանձնել, ինձ տվեց էլեկտրոնային հասցե, որ այս էլեկտրոնային հասցեով ես նամակը հանձնեմ դեսպանատուն։ Քանի որ մենք դրա նպատակահարմարությունը չկա Վենսին ուղված նամակը հանձնել դեսպանատանը, որովհետև մենք այստեղ ուզում ենք, որ այս նամակը հենց այս ձևակերպմամբ արձերն տրվեր պարոն Վենսին։ Քանի որ այդ հնարավորությունը դեսպանատունը հիմա ընթացակարգ է փոխել եւ չեմ կարող դա անել, ես հարգելի այստեղ ներկաներ ուզում եմ ձեզ էլ տեղեկացնեմ, դուք էլ իմանաք, այս նամակը 1 ժամվա ընթացքում կհայտնվի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական էլեկտրոնային հասցեին։ Ես կարծում եմ, որ այդպես շատ ավելի նպատակային կլինի, որովհետև նորից եմ ասում, չեմ վստահում, որ ԱԳՆ-ը նամակ տեղ կհասցնի, նախագահը տեղ կհասցնի, կառավարությունը ոչ մեկ նամակը տեղ չեն հասցնի։ Ինձ համար զարմանալի էր դեսպանատան այդ նոր ընթացակարգը, որովհետև ասում եմ, եթե քաղաքացիները այդքան նամակներ բերեն, նախ քաղաքացի չի, քաղաքական ուժ է նամակի հեղինակը, համահայկական ճակատ կուսակցությունն է, եւ եթե դուք այս նամակները չեք տեղ հասցնելու, բա մենք ում միջոցով մեր խնդիրները տեղ հասցնենք համապատասխան մարդկանց, ինձ համար ճիշտն ասած զարմանալի է, բայց մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անհնարին ոչինչ չկա։ Ես խոստանում եմ 1 ժամվա ընթացքում այս նամակը, այս ձևակերպմամբ, այս նույն բլանկի վրա կլինի պարոն Վենսի էլեկտրոնային հասցեին։ Ճիշտ է, ինձ այստեղ տվեցին դեսպանատան մեյլ, բայց ես չեմ ուղարկի այդ մեյլին, որովհետև իմ նամակը ուղված չէր դեսպանատանը, իմ նամակը ուղված էր Միացյալ Նահանգների համահայկական ճակատ կուսակցության նամակը ուղված էր պարոն Վենսին։ Հետևաբար դեմ չեք լինի, ես կարծում եմ, որ նամակը էլեկտրոնային հասցեով ուղարկենք անմիջապես պարոն Վենսին, իր էլեկտրոնային հասցեով։ Խոստանում եմ 1 ժամվա ընթացքում նամակը կլինի իր հասցեին։ Դա երևի ամենաճիշտ, որովհետև այս հասցեով նպատակահարմար չեմ գտնում նամակ փոխանցել։ Եթե արտահայտվողներ կան, խնդրեմ բոլորը ազատ եք արտահայտվելու։ Չէ, կարող եք տեսնել փոխարեն խոսեցի։ Օրեր առաջ Փաշինյանը խաղաղության համար մրցանակ ստացավ։ Դուք որպես այս արհավիրքի միջով անցած ծնողները ինչպես եք վերաբերվում։ Արժանի էր այդ մրցանակին։ Ոչ Բերեք այդ հարցերը չմանրամասնենք, զուտ խոսենք հումանիտար հարցերից մեզ վերաբերող արտաշինման հարցը դա լինի անհայտ կորածների հարցը, դա լինի գերինների հարցը։ Մենք այսօր հավաքվել ենք զուտ դրա համար։ Այդ հարցը լուծելի չէր մտնում խաղաղության օրակարգին։ Այդ հարցի լուծումը մտնում ախա, եթե խաղաղության օրակարգ ստորագրել են, իրենք պարտավոր են հումանիտար հարցերը լուծեն։ Ուրիշ ասելի է։ Քայլեր նկատում եք, որ Քայլեր, ճիշտ ասած մենք Տիկին Ռուզաննայի հետ, համահայկական ճակատի անդամ Տիկին Ռուզաննայի հետ տարբեր տեխնամակներ են գրել, այժմ 2023 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև առ այսօր ոչ մի քայլ չենք տեսնում։ Հարցերը լուծված չեն առ այժմ։ Ընդամենը 4 գերի են վերադարձել։ Այդ առանձին բան չունենք ասելու։ Հույս պահենք, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյմ Վենսը իր հաջողագործունեության
փորձով կոնկրետ քայլեր կձեռնարկի մեր այս հումանիտար հարցերի լուծման համար։ Մեծ ակնկալիքներ ունենք փոխնախագահ Վենսից եւ ԱՄՆ-ի նախագահ Թրամփից, որ մեր այս հումանիտար հարցերը կնայեն, կփորձեն կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ հումանիտար հարցերի համար։ ԱՄՆ-ը հատուկ ներկայացուցիչը այստեղից Բաքու է մեկնելու, ձեր կարծիքով կհասցնի ձեր նամակի բովանդակության ծանոթանալու այդ հարցերը քննարկելը։ Մենք շատ արագ դա կկազմակերպենք։ Ես ասացի, 1 ժամվա ընթացքում նամակը կլինի իր էլեկտրոնային հասցեն։ Ինձ պետք է այստեղից տեղափոխվել կենտրոն եւ նամակը հիմա րոպեների ընթացքում ուղարկել իր էլեկտրոնային հասցեն։ Տեսեք, հարգարժան ծնողը ասում է, մենք բազմաթիվ նամակներ ենք ուղարկել, բայց խնդիրը չի երևում։ Այո, չի երևում։ Գիտեք ինչու, որովհետեւ իմ եւ ՄԱԿ-ի հայաստանյան հանձնակատարի հետ մեկ անգամ տեղի ունեցել շատ անկեղծ զրույց։ ՄԱԿ-ի հանձնակատարը ինձ ասել է, որ մենք կարող ենք շատ քայլեր ձեռնարկել, բայց այդ քայլերի լուծումը պիտի առաջին հերթին ցանկանա Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Մինչև ձեր կառավարությունը չուզենա, որ այդ հարցերը լուծվեն, մենք կարող ենք շատ ուզենալ խնդիրը մոտեցնել լուծման, բայց բանալին իրենց ձեռքին է։ Իրենք պետք է ուզենան այդ հարցերը լուծել։ Դրա համար մենք այս նամակները հասցնում ենք բոլոր կառույցներին, որպեսզի այդ կառույցները իրենց հետ նստել քննարկելու ընթացքում նաև ունենան իրենց ձեռքի տակ այս խնդիրները ու ասեն, որ այս խնդիրները ձեզ մոտ բաց է։ Մենք ստացել ենք 10 նամակ, 20 նամակ, 30 նամակ, քանի որ մենք չենք կարող նստել սպասել, թե իրենք ինչ կխաբեն միջազգային կառույցներին։ Մեր նամակների այս հետևողական ուղարկելը դրա պատճառը դա է, որ այդ մարդկանց ձեռքին լինեն նաև այս խնդիրները շարադրված կետարկետ, որպեսզի չասեն, տեսեք, ԵԽԽՎ-ում Արարատ Միրզոյանն ասում էր, ինչ արշավ եկեղեցու դեմ, ինչ էս մի խնդիր, ինչ այն մի խնդիր։ Մենք լավ հասկանում ենք, այո, որ այդ խնդիրները իրենք չեն ուզում բարձրաձայնել։ Մեր այս անձրևին, այս ծնողների, նաև մեր ուսակիցների այստեղ գտնվելու միակ նպատակը այն էր, որ մենք կարողանանք անընդհատ նամակներ ուղարկել։ Չի կարող խնդիր լինի ու իրենք անընդհատ ասեն չկա այդ խնդիրը։ Թող նամակները գնան, իրենք ասեն չկա այդ խնդիրը։ Մեր քայլը դրան է միտված։ Շնորհակալ եմ ձեզ, շատ շնորհակալ եմ կանգնելու այս խնդիրների կողքին, լուսաբանելու, հրապարակայնացնելու։ Շնորհակալ եմ այստեղ ներկա գտնվող եւ մեր կուսակիցներին, շարժման անդամներին, խոնարհումս ձեզ, ձեր այստեղ լինելու համար, նաև մեր բոլոր ծնողներին, ովքեր տեսնում եմ, մեկը Էջմիածնից է, մեկը Բժնիից է, մեկը մարդիկ մարզերից են եկել այստեղ։ Նշանակում է խնդիրը եւ հրատապ է եւ կարեւոր է եւ պետք է լուծվի։ Ուրիշ տարբերակ չենք տեսնում։ Շնորհակալ եմ ձեզ։ Տրիբյունայում հարգելի հետևորդներ,